Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարև Տիկին Ադամյան։ Տիկին Ադամյան, վարչապետը Դավոսում էր, խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրության արարողությունը տեղի ունեցավ։ Մենք լուսանկարներ տեսանք այնտեղ առանձին շփումներ առանձին երկրների ղեկավարների հետ, Թրամփի եւ վարչապետի շփումը թեև տետատետ հանդիպում չեղավ։ Բայց տեսեք, ընդհանուր առմամբ նախ հարցին երկու կոնտեքստում անդրադառնանք, թե վարչապետի մասնակցությունը Դավոսում ինչ տվեց, առհասարակ խաղաղության խորհրդի այդ ձևաչափը ինչ է իրենից ենթադրում եւ արդյոք դա ինչպես խոսակցություններ կան կամ դրա մասին հայտարարվում է, որ գալիս է փոխարինելու ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին, այդ ամբողջ հայտարարությունները ինչի մասին են, արդյոք իսկապես կա նման միտում, արդյոք կարող է վարչապետի մասնակցությունը այնտեղ եւ հետո գանք արդեն ներհայաստանյան որոշակի շրջանակների, որոնք այսպես սկսեցին շահարկել, որ վարչապետը Թրամփի կողքին էր նստել պարզապես որովհետեւ այբենական կարգով էր այդպես նախատեսված, այդ լուսանկարները որտեղ ժպտում են ոչ մի բանի մասին չի խոսում, փոխարենը տետատետ հանդիպում չեղավ։ Ընդհանուր առմամբ Տիկին Ադամյան, ինչ տվեց այդ հանդիպումը Հայաստանին եւ այդ հանդիպմանը մասնակցելը արդյոք կարեւոր էր եւ ինչի մասին են այս քննադատությունները, արդյոք ընդդիմությունը, այսպես ասած, օբյեկտիվ քննադատության փոխարեն դարձել է վատատեսորեն տրամադրված, այսպես ասեմ, բաժակ նայող տատիկի։ Այնքան մեծ ընդգրկում վերցրեցիք, որ Աստված հիշողություն տա ձեր բոլոր հարցերը հիշեմ։ Բայց սկսենք նրանից, որ վարչապետը Դավոս պետք է գներ տնտեսական համաժողովին մասնակցելու եւ եթե ասենք չլիներ խաղաղության խորհրդի հիմնադիր փաստաթղթի ստորագրումը, թերևս Նիկոլ Փաշինյանը Դավոս չգնար։ Ինչու՞։ Հարցը չէ, որովհետև Դավոսը ոնց ուզում եք վերցրեք, աշխարհի տնտեսական մայրաքաղաքն է դառնում որոշակի օրերի եւ հենց անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի Դավոս այցը շատ կարեւոր էր, շատ ծրագրային էր, շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցավ, որոնց արդյունքները վստահ եմ ամբողջ տարվա մեջ զգացվեցին։ Սկսենք դրանից, երկրորդը, ինչու Դավոսի խաղաղության խորհրդի ստորագրման արարողությունը ասում եք ցույց տեսանք լուսանկարներ, բայց այդ արարողության ամբողջ ընթացքը հնարավոր էր հեռարձակել եւ բոլոր հարցերը մեջտեղից անել։ Մենք ունենք հանրային համարյա թե 2 հեռուստաալիք, ինչու մենք դա չտեսանք։ Երկրորդ հարցը։ Իհարկե այս շրջագծում էլի բազում հարցեր կան։ Ես կարծում եմ, որ խաղաղության խորհուրդը որևէ կերպ չի կարող փոխարինել ՄԱԿ-ին, այնուամենայնիվ։ Որքան էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի, չեմ հիշում, արդեն 23 թե 46 կառույցից է դուրս եկել եւ փորձում է այնուամենայնիվ ՄԱԿ-ի դերը փոփոխել։ Այն որ ՄԱԿ-ի դերը ժամանակակից աշխարհում փլուզված անվտանգային ճարտարապետության, ուժային կառույցների, ուժային կենտրոնների, տեղաշարժերի ու ընդհանրապես այս ամեն ինչի մեջ ՄԱԿ-ի դերը նվազել է, ՄԱԿ-ը կորցրել է իր թե ազդեցությունը իրադարձությունների ընթացքի թե վերջնարդյունքի վրա, Տրամփը չպիտի որ ասեր եւ Տրամփը չի որ ասում է միայն, ասել է ինքը Գուտերեշը։ Բայց ստացվել է այնպես, որ այդ կառույցը, որը ստեղծվել էր իբրև ազգերի լիգա, որը ստեղծվել էր երկրորդ աշխարհամարտից հետո որոշակի խնդիրներ լուծելու համար, թերևս արդեն այդ խնդիրները լուծել է։ Իսկ փոփոխված խնդիրները լուծելու համար կառույցը պետք է փոխվի։ Խնդիրը բացարձակապես կառույցի անվանումը չէ։ Խնդիրը կառույցի կառուցվածքն է եւ կառույցի բովանդակությունն է։ Ամենայնպես այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտապես Ռուսաստանը եւ Չինաստանը չարաշահում են իրենց վետոյի իրավունքը, այդ թվում նաեւ Հայաստանին վերաբերող հարցերի վրա շատ հայտնի է Չինաստանի վետոն, որ շատ հմտորեն քարոզչամիջոցները ռուսական ու չգիտեմ էլ որ երկրական վերագրեցին Մեծ Բրիտանիային պատերազմի օրերին։ Չարաշահում են այդ վետոյի իրավունքը, այսինքն իրենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ինքն է դարձել ՄԱԿ-ի աշխատանքների արգելակ։ Այս ամեն ինչը պիտի փոփոխվի։ Խաղաղության խորհուրդը, որի սկզբանե Տրամփը ծրագրել էր որպես Գազայի վերականգնման աշխատանքների նպաստող խորհուրդ, միանգամայն հանգիստ կարող է իր լիազորությունները տարածել նաև այլ հակամարտությունների վրա, ներառել նաև այլ խնդիրներ։ Օրինակ Ուկրաինայի մասով Օրինակ Ուկրաինայի հարցը, բայց այստեղ ամբողջ խնդիրը դառնում է այն, որ
խաղաղության խորհրդի հարցում Տրամպը հակադրվում է Եվրամիությանը եւ Եվրոպային։ Ամենայն դեպս Եվրամիության այն երկրները, որոնք մշտապես Եվրամիության ներսում ունեցել են եվրասկեպտիկի համբավ եւ գործել են դե ֆակտո Եվրամիության դեմ դարձյալ ճարաշահելով իրենց վետոյի իրավունքը, ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Տրամպի կողքին են։ Հունգարիան, Սլովենիան Տրամպի կողքին են։ Մերժել է Տրամպի հրավերը եւ չի մասնակցելու Ֆրանսիան։ Մեծ Բրիտանիան դեռ տեսակետ չի արտահայտել։ Սկզբում նույնիսկ Իսրայելն էր դժգոհություններ արտահայտում, որ ինքը չի կարող լինել մի կառույցում, որտեղ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ռուսաստանն է ինչ որ անորոշ վարկագիծ դրսևորում, նույն ինքը Զելենսկին ասում էր, որ Ուկրաինան ինչ գործ ունի միտեղ, որտեղ Ռուսաստանն է, որը պատերազմ է հայտարարել, այսինքն ի սկզբանե աշխարհում եղած բոլոր կոնֆլիկտները, թե արևելքում, մերձավոր արևելքում, թե Եվրոպայում, թե տարբեր բանակների հակամարտությունները Տրամպի սկզբանե տարավ խաղաղության խորհուրդ։ Եվ դա արդեն իսկ նշանակում է, որ խաղաղության խորհուրդը պարզապես Տրամպի ձեռքին լինելու է լծակ, ոչ թե հարցերի լուծման հարթակ, այլ լծակ այս կամ այն երկրի վրա իր ազդեցության խորացման կամ իր ազդեցության դաշտը ընդլայնելու համար։ Չգիտեմ, դա աստված ես սխալվեմ եւ այո խաղաղության խորհուրդը իբրև կառույց կայանա եւ խաղաղության խորհուրդը ամենայն դեպս գոնե գազայի խնդիրներով ծառայի այն նպատակներին, որի համար ձևավորվել է։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը խաղաղության խորհրդին, ես կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության համար իսկապես կարևոր, շատ կարևոր քայլ է։ Եվ այ բնական կլինի, թե ոչ այ բնական կլինի, այն փաստը, որ փաստաթուղթը առաջինը ստորագրեց Հայաստանը, եկեք դրա համար ուրախանանք, հա, ոչ թե սկսենք, այ բնական էր, այ բնական չէր, Նիկոլ Փաշինյանը աջ ձեռքով ստորագրեց, թե ձախով ստորագրեց, մանկամտությունը ես կարծում եմ քաղաքական մտքից պետք է վերջապես վտարվի։ Այդ մանկամտությունն արդեն բոլորին օգնեցրել է։ Եկեք դա էլ ընդունենք եւ ընդունենք ոչ թե ի գիտություն, այլ հնարավորինս ընդունենք ի կատարումն։ Ինչով կարող է խաղաղության խորհուրդը Հայաստանի Հանրապետության դերն ու կշիռը աշխարհում մեծացնել, տեսեք, սա մի կառույց է, որի գործունեությունը ամենայն դեպս կարող է ընդլայնվել։ Սա մի կառույց է, որտեղ Հայաստանի ներկայությունը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է հավասար ձայնի իրավունք ունենալ բոլոր այն հարցերում, որ այդ կառույցում քննարկվելու են։ Ես սա շատ կարևոր է հատկապես մերձավոր արևելքի առումով, գուցե նաև Ուկրաինայի կոնֆլիկտի առումով ես դժվարանում եմ ասել, թե ինչով կավարտվեն Ուկրաինա, Ռուսաստան այսօր էլի բանակցում են, ես դժվարանում եմ իսկապես ասել, թե ինչով կավարտվեն, որովհետև Ռուսաստանը ամենայն դեպս հստակ դնում է, որ որևէ պատերազմ չի ավարտվի, քանի դեռ լուծված չի տարածքների հարցը, Ուկրաինան էլ պատրաստ չի տարածքային զիջումների։ Այսինքն պատերազմի մսաղացը ամենայն հավանականությամբ երկու կողմերն էլ շարունակելու են, տա Աստված օր առաջ ընդհատեն, օր առաջ ավարտեն։ Բայց այդ պատերազմը ես կարծում եմ այնուամենայնիվ վերջ ունենալու որևէ եզր չունի, որովհետև իրականում այդտեղ դրված չի տարածքների հարցը։ Իրականում այդտեղ դրված է Ուկրաինան հնազանդեցնելու հարցը։ Իրականում այդտեղ դրված է բոլոր հիմնական այն խնդիրը, որ բոլոր այլ երկրների դեպքում Ռուսաստանը փորձում է լուծել հիբրիդային պատերազմի միջոցներով։ Եվ հիբրիդային պատերազմի միջոցի դրսևորման ամենավառ երևս ցցուն ամենաարտահայտիչ օրինակը հենց մենք ենք, հենց Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե հաշվի առնենք, թե ինչ հայտարարություններ հնչեցին տարեսկզբից եւ ինչ հայտարարություններ, ինչ ոգով հայտարարություններ շարունակվեցին, ու ինչպես է ամենայն դեպս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակը փորձում խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին նախարարի մակարդակով էլ ինչպես են փորձում այդ գործերը բացարձակապես խեղաթյուրել, բացարձակապես վարկաբեկել իրենց հենց այդ խեղաթյուրման միջոցով։ Տիկին Ադամյան, այնուամենայնիվ, քանի որ այդ հայտարարություններից խոսեցիք, տեսեք, Սոլովյովի այն հայտարարությունը, որ Հայաստանը մեր հետաքրքրությունների գոտում է եւ եթե պետք լինի, պետք է գնալ այնպիսի հատուկ ռազմական գործողությունների, ինչպես արեցինք Ուկրաինայում, սա պարզապես վախեցնելու միտում ունեցող հայտարարություն է, թե այնուամենայնիվ Ռուսաստանը նաեւ նման
այսպես ասեմ, պլան B առնվազն ունի։ Սա իրատեսական է առհասարակ եւ հետո նաեւ դուգինի այն հայտարարությունը, որ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան այս երկրները իրավունք չունեն անկախ լինելու, այլապես կօգտագործվեն իբրև պլացդարմ հենց Ռուսաստանի դեմ։ Հետո ճիշտ եք ասում, Լավրովը եկավ լրացնելու նրանց, Լավրովը մտահոգիչ համարեց Եվրամիության աջակցությունը հիբրիդային պատերազմի դեմ։ Ասում է գալիս է Եվրամիությունը այդտեղ ընտրակեղծարարությամբ զբաղվելու եւ ես հայ Մոլդովայի օրինակն էլ բերեց։ Մոլդովայի օրինակ է եւ ասում է ես հայ հասարակության փոխարեն կանհանգստանայի։ Հիմա ինչպես հասկանալ այս հայտարարությունները։ Կահորդորեի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարին անհանգստանալ իր հասարակության փոխարեն եւ անհանգստանալ իր հասարակության համար, որովհետեւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության վարած թե արտաքին թե ներքին քաղաքականությունը ուղղված է ռուս ժողովրդի դեմ։ Մենք այս մասին համարյա թե չենք խոսում։ Ռուսաստանի իշխանությունը կործանում է Ռուսաստանը իբրև պետություն, օգտագործելով բոլոր ռեսուրսները անհետ պատերազմում, սնանկության հասցնելով ռուսական տնտեսությունը, եթե այդպիսի տնտեսություն բացառելով նավթագազային ասեղը ընդհանրապես կար։ Եվ այս ամեն ինչը հանգեցնելու է ռուս ժողովրդի տնտեսական, սոցիալական վիճակի, չգիտեմ արդեն Թերևս իրանական ռեալի օրինագնելով ռուսական ռուբլին, իսկ թե ինչ կատարվեց Իրանում բոլորը գիտեն։ Ամենայնպես Բլումբերգը այսօր խոսում էր մինչև 40,000 թե 200,000 հնարավոր զոհերի մասին։ Եթե Լավրովը ցանկանում է, որ Ռուսաստանում էլ այդպեսի մի բունտ բարձրանա, գիտեք ինչ կցանես, այն էլ կհնձես։ Ինչ վերաբերում է Դուգիններին կամ Սալավյովներին, միթե այդքան կարճ է մեր հիշողությունը, եւ միթե նրանք այսօր են այդ մասին խոսում, նրանք շատ վաղուց են այդ մասին խոսում։ Ինչ կատարվեց, որ մենք հանկարծ այսօր որոշեցինք հասկանալ այդ ինչ են մեզ ասում։ Եթե մենք հասկացած լինեինք 1 տարի առաջ ինչ են ասում, 2 տարի առաջ ինչ, 3 տարի առաջ, 4 տարի առաջ ու ընդհանրապես 21-րդ դարաշրջանից սկսած Ռուսաստանը ինչ քաղաքականություն է վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Ռուսաստանը ինչ քաղաքականություն է վարել տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ։ Արդյոք մենք չունենք ինստիտուցիոնալ հիշողություն եւ արդյոք մենք չունենք այնպիսի մի համակարգ, որը այդ ինստիտուցիոնալ հիշողությունը կարողանա համադրելու եզրակացությունների գալ եւ չսպասել որ հերթական ինչ որ մի դուգին վեր կենա ինչ որ մի տխմարություն ասի Սալավյովը այնտեղից կրկնի Զախարովան մեկնաբանի որ դա արվում է հանուն հայ ժողովրդի եւ եղբայրության եւ բարեկամության ընդհանրապես Ռուսաստանը այս աշխարհում ուրիշ բան ու գործ չունի մտածում է հայ ժողովրդի մասին իրականում մտածում է ոնց անի որ այս ժողովրդին կործանի չեմ կարողանում կործանել մի բան պետք է մտածեմ որովհետեւ այս ժողովրդի իրավունք չունի անկախ լինելու Ռուսաստանի Դաշնության ամբողջ քաղաքականության հիմքում դրված է այդ գաղափարը եւ այդ գաղափարը չի դրված իբրև հայ ժողովրդի դեմ ունիկալ ժողովրդի նույն գաղափարը դրված է ղազախների նկատմամբ նույն գաղափարը դրված է Մոլդովայում նույն գաղափարը դրված է Վրաստանում Ռուսաստանի Դաշնությունը չի կարող հաշտվել այն հանգամանքի հետ որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պետք է իրավահավասար հարաբերություններ լինեն այն պետությունների հետ, որոնք ձևավորվել են ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով։ Ռուսաստանը դիտարկում է իր առանձնաշնորհյալ, գերաշնորհյալ դերը, բոլոր մյուսները պետք է լինեն ենթակա, այն է վասալ։ Ենթարկվում ես, լավ, կլառնաս Բելարուսի պես։ Չես ենթարկվում։ Տնտեսական պատժամիջոցներ կամ պատերազմը միշտ կա ու կա ազգամիջյան կոնֆլիկտներ հրահարելը Փարքաստու հայ Ստալինը այնպես է ամեն ինչ արել, որ ցանկացած ժողովուրդ կոնֆլիկտ ունի իր հարևան ժողովրդի հետ։ Միջինասիական հանրապետությունների այս հետ խորհրդային տարիների պատմությունը պատերազմների պատմություն է, որովհետև ղազախներից վերցրել է տվել է ուզբեկներին, ուզբեկներից վերցրել է տվել է տաջիկներին, տաջիկներից վերցրել է տվել է ղրղզներին, այսինքն բոլոր սահմաններում ստեղծել է կոնֆլիկտներ, որպեսզի այս մարդիկ անդադ իրար հետ կռվեն, իսկ ինքը գա եւ հանդես գա հաշտարարի դերում։ Փրկչի եւ հաշտարարի դերում, այո, հաշտվեք, ես ձեր փրկիչն եմ եւ ընդունեք ինձ, մեծ բացականչությամբ։ Սա է եղել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, քան դեռ Ռուսաստանի Դաշնությունում իշխանություն չի փոխվել, համակարգ չի փոխվելու որևէ պետության նկատմամբ։ Այսինքն այդ հիբրիդային պատերազմը մենք չենք հրահրել։ Մենք այդ հիբրիդային պատերազմի օբյեկտ ենք դառնում, որովհետեւ Ռուսաստանի Դաշնության համար դա սեփական պետության գոյության հիմքն է Ռուսաստանն այլ կերպ չի պատկերացնում որ ինքը կարող է գոյություն ունենալ
որովհետև Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառներից մեկն էլ այն էր, որ աշխարհը պետք է ընդունի Ռուսաստանի գերտերություն լինելը։ Ռուսաստանի գերտերություն լինելու հերթական ապացույցներից, ընդհանրական ընդունման ապացույցներից մեկն էլ այն էր, որ Ռուսաստանի Դաշնությունը խառնվեց Սիրիայի կոնֆլիկտին։ Իսկ ինչ է կատարվում այսօր Սիրիայում։ Եվ որտեղ է Սիրիայի նախագահը, որին Ռուսաստանը փորձեց տարիներով պահել։ Ինչ է կատարվում։ Այսօր Սիրիայի գործող նախագահ Ալ-Շարան խնդիր է դնում ռուսական ռազմաբազաները իր տարածքից դուրս բերելու։ Սրանք իրադարձություններ են, որոնք առաջին հայացքից կարող են ընկալվել լոկալ իրադարձություններ, որոնք վերաբերում են, ասենք, կոնկրետ Սիրիային, կոնկրետ Թուրքիային, կոնկրետ Ռուսաստանին, բայց մենք չունենք երկրորդ քայլի տրամաբանություն հասկանալու այս իրավիճակները կարող են պրոյեկտվել մեզ վրա, մեզ մոտ ինչ է լինելու։ Տիկին Ադամյան, իսկ ինչ է լինելու մեզ մոտ, այդ դեռևս մեր հասարակության մոտ կա այդ ընկալումը, փրկչի գաղափարը նկատի ունեմ, որովհետև գիտեք, որոշ քաղաքական ուժեր, անհատներ, որոնք պորտալարով էլի կապված են Ռուսաստանի հետ, հիմա փորձում են ապացուցել, որ այնուամենայնիվ Ռուսաստանը պատրաստվում է մեզ փրկել այս իրենց բառերով ասած այս իշխանությունից անիրավ, որը մեզ տանում է դեպի Թուրքիա։ Լևոն Քոչարյանն էր օրերս ասում, այս ընտրություններում կամ պիտի ինքնիշխանության երկիրը ղեկավարելու ղեկը վերցնեք ձեր ձեռքը, կամ դա պիտի տակ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նարեկ Կարապետյանն է եկել իրենց փայլուն ծրագրերով 300,000 աշխատատեղ, 3000 բիզնես նախագիծ, որ չի հարկվելու 1 դրամով աշխատող վարչապետ։ Հիմա հասարակությունը արդյոք հասկանում է այս փրկիչների, այսպես ասած, գաղափարախոսության տակ ինչ է թաքնված եւ ինչպես են մեզ փրկելու ամենակարևորը։ Ումից են։ Հասարակության այն մասը, որը մտածող է, հասարակության այն մասը, ում աչքի առաջ իր պետության պատմությունն է եղել, ես կարծում եմ, որ ամնեզիայով չտարապողների, թերևս ամնեզիայով չտարապելու շնորհիվ այդ ամեն ինչը հասկանում եմ։ Բայց ցավոք կա հասարակության մի որոշակի զանգված, ես թիվը չեմ կարող ասել, որովհետև ոչ այն պատճառով, որ այդ թիվը չգիտեմ, այլ այն պատճառով, որ այդ թիվը փոփոխական է, որը գերադասում է հավատալ ստին, ում համար պոպուլիզմը, սրբազան պոպուլիզմ է, եթե այդ պոպուլիզմը մտնում է ի վերջո իր գրպանը որոշակի գումարի տեսքով։ Այո, հասարակության այդ հատվածը թույլ է տալիս, որ իրեն խաբեն, թույլ է տալիս, որ իրեն մոլորեցնեն, թույլ է տալիս, որ իրեն ստեն, որովհետև մտածում է, էթող խաբեն, էթող ստեն, էթող Հայաստանի Հանրապետության ճակատագրի հետ խաղան, ինձ ինչ, ես լավ եմ ապրելու։ Այ հասարակության որոշակի հատվածի հաջողվել է, ինչպես Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք հաջողվում էր ճնշել պարզապես, բռնությունների միջոցով, ճնշել, հաջողվում էր ընտրություններ կեղծելով մնալ իշխանություն, որևէ պարագայում եւ որևէ ընտրությունում իբրև իշխանություն չընտրվելով, պարզապես ձայն գնելով կամ ձայն գողանալով, նույն քաղաքականությունը վարում է արդեն մեր ձևով կամ չգիտեմ ուժեղ Հայաստանը։ Գիտեք, բացարձակապես պատահական չի, ես կարծում եմ, որ որևէ մեկը չի մոռացել 21 թվականի արտահերթ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի այսպես հայտնի նկարը դեպի ուժեղ Հայաստան։ Եվ ինչ կուսակցություն բոլորովին վերջերս գրանցվեց ու ինչ անվանում է։ Այս էլ մեր ձևով, հին ձևով, նոր ձևով, բոլոր ձևերովի պատասխանը։ Այսինքն որևէ փոփոխություն, որևէ, ինչ ասեմ, նորամուծություն չի լինելու, ինչպես եղել են տնտեսական փուչիկներ, որոնք առաջինից ճգնաժամի օրոք պայթել են, ինչպես իրենց վարած այդ երկնիշ եռանիշ տնտեսական աճերի պատճառով Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի թիվն է մեծացել, այնպես էլ լինելու է հիմա, եթե հանկարծ այդ ուժերը հայտնվեն խորհրդարանում, պարզապես հայտնվեն խորհրդարանում, որովհետև նրանց խորհրդարանում հայտնվել լինելու է այս 21-ից 26 թվականների խորհրդարանի տխուր, շատ ցավալի, անկեղծորեն եմ ասում, ինձ համար շատ ցավալի պատմության կրկնությունը, երբ մի թևը անվերջ ասելու է հողատու դավաճան, մյուս թևն էլ ասելու է կաշառակեր, կոռումպացված, ու ինչ, 5 տարի կորցրած ժամանակ, խորհրդարանի աշխատանքի արդյունավետության զրոյական մակարդակ, հիմա մենք ուզում ենք, որ մենք գնանք, հունիսի 7-ին ընտրենք հերթական նման խորհրդարան, դա է լինելու միջին վիճակագրական հայ ընտրողի
որոշումը։ Եթե դա է լինելու, ես կարծում եմ, որ այդ ընտրողը ընդհանրապես շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, որովհետև ակնհայտ է, այս 5 տարին ապացուցել է, որ խորհրդարանում պարտադիր պետք է լինի այնպիսի ուժ, որը թույլ չի տա իշխանությանը ունենալ այդ մեծամասնությունը եւ իր ցանկացած որոշումները ընդունել, իր ցանկացած օրինագծերը ընդունել եւ թույլ չի տա լինել այդպիսի ընդդիմություն, որի մայրաքաղաքը Երևանը չէ, որի մայրաքաղաքը Մոսկվան է, եւ որը շարունակում է անդադ թե իր ժողովրդի հետ, թե իշխանության հետ խոսել շանտաժի լեզվով, պարզապես շանտաժի լեզվով։ Եթե մենք չլինենք, կլինեն թուրքերը։ Այդ սպառնալիքները, որ ռուսները հեռացան գալու են թուրքերը, գիտեք, արդեն այնքան դեղնած թղթիկների վրա գրած սպառնալիք է, դեղնած, պարզապես որ մի քիչ էլ անզգույշ վարվես, կարող են այդ թղթերը ձեռքիդ մեջ փշրվեն, որովհետև այդ սպառնալիքով է ընդհանրապես ռուսական ռազմաբազա այստեղ հայտնվել, այդ սպառնալիքով Սերժ Սարգսյանը գնաց ռուսական ռազմաբազայի պայմանագիրը, չգիտես ինչու 49 տարով, թե ինչքանով երկարացրեց, այս աբսուրդների դուռը փակել է պետք։ Հասկացանք, որ մենք ապրել ենք աբսուրդների դարաշրջանում, հասկացանք, որ հոկտեմբերի 27-ից հետո ինքնիշխանության վրա դրվել է մի մեծ ու սարսափելի խաչ, բայց մենք արդեն այնքան ենք զորացել, մենք արդեն տարածաշրջանում իրավիճակի տեկտոնական փոփոխությունների հետևանքով, աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով ստացել ենք այնպիսի հնարավորություններ, որ հիմար կլինենք, եթե այդ հնարավորությունները հերթական անգամ մեր ձեռքից բաց թողնենք։ Սա է ամբողջ խնդիրը։ Համենայն դեպս, այն ամեն ինչը, ինչ սկսվեց 2024-ին ստորագրահավաքով, որը իդեպ խորհրդարանի պատմության մեջ առաջին օրենքն էր, որը ընդունվեց ժողովրդական նախաձեռնությամբ։ Սովորաբար խորհրդարանում ընդունվում են այն օրենքները, որոնք ներկայացնում է կառավարությունը, որոնք ներկայացնում են падգամավորները։ Բայց դա դարձավ եզակի օրենք, որ ներկայացրել է ժողովուրդը իր ստորագրություններով վավերացնելով։ Այդ ստորագրահավաքը եւ ընդունված օրենքը տրիգեր դարձավ օգոստոսի 8-ին։ Միանշանակ, որովհետև աշխարհը տեսավ, որ այստեղ կա ժողովուրդ, որը պատրաստ է ժողովրդավարության համար գնալ քայլերի, որը պաշտպանում է իր ժողովրդավարությունը, տեսավ, որ այստեղ կա պետություն, որը այլևս Ռուսաստանի վասալը չէ, եւ քայլեր է անում Ռուսաստանի վասալությունից քայլ առ քայլ հնարավորինս ազատագրվելու համար։ Օրինակ Հանրապետություն կուսակցությունը այդ ջանքերին շատ դրական է վերաբերվում։ Հանրապետություն կուսակցությունը այդ ջանքերի համար իշխանության հետ որևէ խնդիր չունի, հակառակ աջակցում է իշխանությանը, բայց Հանրապետություն կուսակցությունը գտնում է, որ այդ քայլերը արվում են շատ չափազանց շատ դանդաղ, եւ որ այդ քայլերի դանդաղությունը հենց ստեղծում է հերթական հիբրիդային վտանգները, հերթական սպառնալիքները Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ աշխարհում կան իրավիճակներ, որոնք մենք չենք կարող կառավարել։ Մենք չենք կարող ոչ Գազայի արդեն երևի 100-ամյակների սկիզբ ունեցող, բիբլիական սկիզբ ունեցող խնդիրները լուծել։ Մենք չենք կարող ռուս-ուկրաինական պատերազմը հանգուցալուծել, բայց մենք պետք է մեզ պաշտպանենք, մենք պետք է մեր տնտեսական անվտանգությունը ապահովենք, մենք պետք է մեր ինքնիշխանությունը, մեր քաղաքական անվտանգությունը, մեր ժողովրդագրական անվտանգությունը ապահովենք։ Ու այդ ամեն ինչը համենայն դեպս Հանրապետություն կուսակցության համար կարճ կոչվում է այն ծրագիր, որը չգիտես ինչու այն դեպի չգիտես ուր գնացող կուսակցությունը որոշել է վերցնել ու սարքել 5 քայլերի իր քաղաքականությունը։ Գիտեք, պոպուլիզմը հասկանում եմ, դեմագոգիան հասկանում եմ, սոփեստությունը հասկանում եմ, այդ ամեն ինչը հասկանում եմ, երբ դու չունես սեփականը, դու գնում ես ուրիշինը յուրացնելու, այդ դա չեմ հասկանում։ Տիկին Ադամյան, այնուամենայնիվ խնդիրներից եք խոսում, որ արժե քննարկել, կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ առողջ դիսկուրսը գոնե խորհրդարանում վերջի 5 տարիներին չտեսանք, այսինքն ընդդիմության եւ իշխանության մեջ չկար քննարկումներ ամենատարբեր օրակարգերի, ծրագրերի շուրջ։ Դուք գիտեք, դուք էլ նշեցիք, որ դա ավելի շատ բանավեճի էր նման երկու բևեռների միջև։ Նախ ընդհանուր առմամբ արդյոք հեշտ է լինելու այդ աբսուրդի դուռը փակել, ինչպես դուք ասացիք, ձեր բառերով եմ ասում, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը $165 միլիոն է հատկացրել փափուկ ուժի քաղաքականությամբ իր ազդեցությունը տարածելու համար եւ
առաջնային նշանակությունը այստեղ կրկին Հայաստանն է, այսինքն նման մեծ գումարներ են ներդնելու, տեսեք Լավրովը մի կողմից անհանգստանում է, որ Եվրամիությունը աջակցում է Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ եւ դրա գումար է տրամադրում, ասում է գալիս են կեղծելու ընտրությունները, բայց հիմա ինչպես հասկանալ նաեւ Ռուսաստանի այսքան մեծ ներդրումները, այսինքն ստացվում է, որ Հայաստանը նախ շատ կարեւոր է իրենց համար եւ երկուս արդյոք այս մեծ գումարները չեն կարող ազդեցություն ունենալ եւ արդյոք հեշտ է լինելու այդ абսուրդի դուռը փակելը։ Հրաշալի հարց եք տալիս, բայց ես էլ ունեմ հակադարձ հարց, 165 միլիոնի մասին մենք ընդհանրապես գիտենք, իսկ ինչքան գումարների մասին մենք ընդհանրապես չգիտենք։ Եկեք այդ փաստն էլ հաշվի առեք։ Եվ արդյոք այդ 165 միլիոնը հենց հիմա հենց նոր որոշեցին տալ, որպեսզի 2026-ի հունիսի 7-ին գնեն պետություն։ Արդյոք այդպես։ Չէ, անդադել տվել են։ Անընդհատ տվել են։ Այլապես Կրեմլի վկաների աղանդը ինչպես է Հայաստանի Հանրապետությունում բարգավաճում, եթե անդադ չեն տվել։ Չֆետիշացնեն, գիտեք, այդ 165 միլիոն։ Ռուսաստանի նպատակը պարզապես մեզնից յուրաքանչյուրին վախեցնելն է։ Վախեցնելը։ Ինչպես Վրաստանում վրացական երազանքը մնաց իշխանություն։ Նախ առաջին հերթին սկսեցին խաբել վերադարձնելու են Աբխազիան եւ Օսեթիան, ոնց որ թե չեն վերադարձրել։ Ոնց որ թե Վրաստանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։ Եվ երկրորդ ու գլխավոր հաղթատուղթը, եթե ընդդիմությունը գա իշխանության, լինելու է պատերազմ։ Վերջ, վրացին գնաց ու ընտրեց Իվանիշվիլիի, ինչ ասեմ, հակավրացական քաղաքականությունը։ Նույնը փորձում են մեզ հետ անել։ Մենք պիտի վախենանք։ Բայց դժվար է համոզել, որ Հայաստանում լինելու է պատերազմ, այն Չէ, մենք պիտի վախենանք։ Ես ուղղակի հարցը հազար ներողություն ձեզ չեմ ուղղում։ Ես ուղղում եմ հարցը բոլոր նրանց, ովքեր ոչ միայն գնալու են ընտրության, ապրում են Հայաստանում։ Լավ, մենք պիտի վախենանք։ Մենք պիտի վախենանք մեր երկրում ապրել։ Մենք պիտի վախենանք մեր երկրում ինքնուրույն որոշումներ ընդունել, ինչ եթե Լավրովը կզայրանա։ Զայրանում է զայրանա։ Թող զայրանա մինչև դարավերջ։ Ինչ է նշանակում, այսօր Ռուսաստանի զայրույթը փորձելու են Լարսը փակել։ Ոնց որ թե Ադրբեջանով ճանապարհ ունենք, եւ ոնց որ թե Բաքուն համենայն դեպս այլևս Ռուսաստանի բոլոր հրամանները հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, ագրեսիայի տարատեսակ դրսևորումներ ունենալ, պայմաններ ստեղծելով այստեղ ռուս սահմանապահների միջոցով իբր թե որոնք պիտի իբր թե պաշտպանեն մեր, չգիտեմ, ինքնությունն, իշխանությունը եւ այլ եւ այլ եւ այլն, չի անում Բաքուն, չի անում։ Վերջին հաշվով կա երկրորդ, երրորդ տարբերակ նաեւ։ Թուրքիայի սահմանն է բացվելու, որոնք են Ռուսաստանի լծակները։ Լոգիստիկ այն խեղտող պարանը ոնց որ թե այլևս չի աշխատում։ Ինչ պիտի անի, պիտի ասի դուրս եկեք, իմջացել են արդեն, ասել դուրս եկեք ԵԱՏՄ-ից, որովհետև Եմեն եւ ԵԱՏՄ-ն անհամատեղել են։ Այստեղ արդեն իշխանության գլուխը պիտի ցավա, որովհետև հանրապետություն կուսակցությունը քանի տարի է առանց օգնելու բարձրաձայնում է ստեղծել նախապայմաններ ԵԱՏՄ-ից անցնցում դուրս գալու համար։ Դրա առաջին քայլը պետք է լինի մոնոպոլիաների վերացումը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի Ռուսաստանը չասի գազը իմն է, այկը իմն է, ընդերքը իմն է, ամեն ինչ իմն է, երկաթուղին իմն է, ամեն ինչ իմն է, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն չունենա այլևս տնտեսության միջոցով ազդել Հայաստանի քաղաքականության վրա։ Այ դրա համար Եվրոպան հրաժարվեց ռուսական գազից, որովհետև Ռուսաստանը իր էժան գազով փորձում էր Եվրոպային թելադրել իր քաղաքականությունը, իր շահերից բխող իր քաղաքականությունը, որը ընդհանրապես Եվրոպայի շահերին դեմ էր։ Մենք անընդհատ փորձում ենք աշխարհին նայել, ասենք մեր շատ նեղլիկ, փոքրիկ, սիրունիկ, բան չունեմ ասելու, տակուկ, հարազատ պատուհանից, բայց բացեք ձեր աչքերը, տեսեք աշխարհում ինչ է կատարվում։ Այլ պետությունների փորձի ուսումնասիրությունը սոսկ ճանաչողական գիտելիքների կուտակում չի։ Այլ պետությունների փորձի ուսումնասիրումը մեզ ցույց է տալիս, թե ինչպես են նրանք խնդիրները լուծել եւ ինչ լուծումների տարբերակներ կարող ենք ունենալ մենք հաշվի առնելով մեր տեղանքը, մեր առանձնահատկությունները ու վերջին հաշվով մեր նպատակները, մենք դեպի ուր ենք գնում։ Որտեղ ոնց ուզում եք վերցրեք, չասեք միայն, որ ես դες տանում եմ դեպի գրականություն։ Յուրաքանչյուր սերունդ անընդհատ պատասխանում է մեկ հարցի. ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում։
ցանկացած ժամանակ այդ հարցը դնում է մարդու առաջ եւ որքան արագ մեզնից յուրաքանչյուրը իր համար ունի այդ պատասխանը որքան արագ ավելի համախումբ վերցնեմ սերունդը ունի այդ հարցի պատասխանը այնքան այդ գնալու տեղը հստականում է հստակվում է եւ արագությունն է մեծանում իսկ ժամանակակից աշխարհում ամենամեծ կապիտալը արագությունն է որոշումների ընդունման արագությունը Հայաստանը այդ ասպարեզում առաջ է շարժվում կրեայի արագությամբ եւ դա այս գործող իշխանության սխալների սխալը որոշումների ընդունման հապաղումը Իդեպ շատ ճիշտ եք անում, որ դեպի գրականություն եք տանում, շատ կարևոր հարցեր են, կարծում եմ մեր ունկնդիրներն էլ այդ առումով կմտածեն։ Ես դա միշտ սիրով եմ անում։ Տիկին Ադամյան, խոսենք վերջում ամփոփելով եւս մեկ հարցի շուրջ, որը այդքան էլ քաղաքական չէ, այդքան էլ կարծես թե կապ չունի 2026 թվականի ընտրությունների հետ ուղիղ իմաստով, բայց գիտեք, վերջին 6 ամիսների ընթացքում ամենաշատը խոսվել է եկեղեցու բարենորոգման մասին եւ այստեղ խոսքը ոչ թե կուսակրոնության ուխտ խախտել չխախտելու մասին է, այլ այն մասին, որ որոշ հոգևորականներ ըստ էության վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության տեսանկյունից, պետության համար են վտանգ ներկայացնում։ Մենք արդեն տեսնում ենք, որ պառակտում կա կամ ճգնաժամ կա նաև եկեղեցու ներսում, արդեն հոգևորականներն են սկսել փոխադարձաբար միմյանց հանդեպ ամենատարբեր հայցեր ներկայացնել դատական համակարգ են այսպես գնում քիչ-քիչ տեղափոխում իրենց այս վեճերը, բայց այնուամենայնիվ ինչպես հասկանալ նաև Մայր Աթոռի կողմից այն քայլը, որ եպիսկոպոսատ ժողովը հրավիրում են ոչ թե Հայաստանում, ոչ թե Իջմիածնում, այլ Ավստրիայում։ Արդյոք սա վտանգավոր չէ, արդյոք ինչ վախերի մասին է սա խոսում, արդյոք Գարեգին բան սրանով ինչ որ խնդիր է լուծում կամ ինչպես հասկանալ առհասարակ այս քայլը, արդյոք սա վտանգ կարող է ներկայացնել թե չէ։ Եվ 26 թվականի խորհրդանական ընտրությունների տրամաբանության մեջ մենք գիտենք, որ որոշ հոգևորականներ այսպես առանց որևէ այսպես ասած վարանման կամ խնդիր տեսնելու միշտ հանդես են եկել այս կամ այն ուժի, այս կամ այն անհատի պաշտպանության տեսանկյունից եւ կամ քարոզի տեսանկյունից։ Քաղաքացիական դիրքորոշում Նորմալ է, բայց երբ որ քաղաքացիական դիրքորոշումը արդեն վերածվում է ուղղորդման, երբ քաղաքական դիրքորոշման Այո, քաղաքական դիրքորոշման, օրինակ Աջապահյանը ոնց էր վաղաշաբաթում հայտարարում, որ ընտրեք յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի, բայց ոչ այս իշխանությանը։ Տեսեք, սա արդյոք խնդիր չէ եւ ինչպես հասկանալ նաեւ Մայր Աթոռի վերջին այդ գործողությունները, քայլերը։ Հրաշալի հարց տվեցիք, շնորհակալ եմ այդ հարցի համար։ Տեսեք, այն ժամանակներում, երբ հասարակությունը ամենայն դեպս ավելի շատ զբաղված էր դոմփել, են չեն դոմփել, ով է դոմփել խնդիրներով, Հանրապետություն կուսակցությունը ասում էր, որ եկեղեցու եւ իշխանության գլխավոր խնդիրը դա չի։ Գլխավոր խնդիրը այն է, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հիբրիդային պատերազմում ներգրավվեց նաեւ եկեղեցին։ Եվ գլխավոր խնդիրը այն է, որ հայ առաքելական եկեղեցին ազգային արժեքներից հրաժարվում է այդ վարած այդ քաղաքականության պատճառով։ Սա է խնդիրը։ Եվ տեսակ, որ հիմա բոլորը կարծես թե եկան հանգեցին հենց այն տեսակետից, որ ի սկզբանե ասում էինք մենք։ Եվ ես կարծում եմ, որ գործընթացը շարունակվելու է, եթե փորձենք կողմերից յուրաքանչյուրի տեսակետից նայել իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակներին, իսկ ինչ խնդիրեր մնում վեհապառին, եթե ազգային եկեղեցական ժողով փորձեց մեկ անգամ գումարել այդ ժողովը չստացվեց, տարբերակներից ամենահավանականը եւ ինչ ասեմ, իր համար թերևս նախընտրելին Հայաստանի Հանրապետության տարածքից այդ ժողովը դուրս բերելն է։ Ինչու՞։ Իդեպ եկեղեցականները ամենայն դեպս բոլոր նրանք, ովքեր կանգնած են վեհապառի կողքին, պատճառաբանում են, որ իշխանության կողմից ենթարկվում են բռնաճնշումների, հետեւաբար հնարավոր չի ժողովի գումարումը։ Հայաստանի Հանրապետության տարածքում արդար եւ եկեղեցու շահերից բխող Բայց ինչ պիտի անի իշխանությունը, ինչպես պիտի խոչընդոտի։ Ես ներկայացնում եմ իրենց տեսակետը, ես չեմ ասում դա այդպես է, թե այդպես չի։ Իրականում հենց այն ժամանակ, որ այս ամեն ինչը սկսվել էր, կարծեմ ձեզ այդ հարցազրույցում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ես ասում եի, որ հայ առաքելական եկեղեցուն վստահաբար կան շատ մտածող մարդիկ, շատ ոչ թե եկեղեցու ղեկավարության, այլ Աստծուն ծառայող մարդիկ, որոնք հաստատ այնպես չեն մտածում, ինչպես մտածում է, ասենք, կաթողիկոսը եւ իր նեղ շրջապատը։ Եվ ես այո ճիշտ էի, կան նման մարդիկ եւ որքան շատ լինեն այ քահանաների, աբեղաների, չգիտեմ,
ամբողջ աստիճանակար հիերարխիայիկ ամբողջ աստիճանակարգը չանցնեմ, բայց ամենայն դեպս հայ առաքելական եկեղեցուն ծառայության ընդունված ինչքան շատ մտածող մարդիկ լինեն, այնքան արագ մեր եկեղեցին վերափոխման շանս կարող է ունենալ։ Գիտեք, սա գուցե նաև ինչ-որ պատմական արմատներ ունի, որովհետև տեսեք, բոլոր այն տասնամյակ, հարյուրամյակներում, ոչ թե տասնամյակներում Հայաստանը չի եղել պետականություն, Հայաստանը չի ունեցել պետականություն, պետականության ֆունկցիան այս կամ այն կերպ իր վրա է վերցրել եկեղեցին։ Եվ գուցե եկեղեցուն շատ դժվար է, պարզապես դժվար է պետականության պայմաններում հրաժարվել իր այդ որոշիչ դերը կատարելուց, պարփակվել հոգևոր դաշտում, թողնելով աշխարհիկ իշխանության խնդիրները պարփակվել հոգևոր դաշտում։ Հոգեբանորեն դա գուցե եկեղեցականների համար իսկապես դժվար է ախտահարել, բայց ես կարծում եմ, որ հոգեբանորեն դա նրանց համար պետք է լիներ շատ մեծ ուրախություն։ Առաջին հերթին, որ այոկապետություն եւ երկրորդ հերթին, որ ավելի մեծ հնարավորություններ կան ոչ միայն Աստծուն ծառայելու, այլև հավատացյալի հետ իրենց կապը խորացնելու առումով։ Թե ինչով էս ամեն ինչը կհանգուցալուծվի, ես կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է։ Պատմությունը գնալու է դեպի հունիսի 8, երբ արդեն հնարավոր կլինի ասել Հայաստանի Հանրապետությունում ինչ իշխանություն ձևավորվեց, խորհրդարանում ով ունի մեծամասնություն, ով է ներկայացված, ով ներկայացված չի։ Ամենայն դեպս կողմերից յուրաքանչյուրն էլ մինչև այդ փորձելու է սեփական հաղթաթղթերը իմի բերել եւ սեփական, այսպես ասած, հաղթական պասյանսը բացել։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչից տուժում է առաջին պետությունը, երկրորդ եկեղեցին եւ գլխավորը ժողովուրդը, որովհետեւ ոնց ուզում եք վերցրեք, երբ մենք տարատեսակ հոգեվորականների տարատեսակ բարքերին ենք արդեն հանրային մակարդակով տեղյակ լինում, երբ մենք այս ամեն ինչը վերածում ենք սուրբ պատարակները վերածում ենք քաղաքական պատարակների, մենք այդ հավատացյալին ինչ ուղերձներ ենք հղում, մենք ինչ ենք ասում այդ հավատացյալին, եւ արդյոք մենք այդ ասելու իրավունք ունենք, եւ արդյոք մենք այդ ամեն ինչը ասելուց հետո Աստծո առաջ բաց ճակատով կանգնելու ենք։ Սա է խնդիրը։ Ես չգիտեմ, գուցե ավելի փիլիսոփայական դաշտարա, քաղաքական դաշտարա, թե ինչ արեցի, բայց ինձ համար ամենակարևորը այս բային հոգևորի նկատմամբ, հոգևորի մարդու հավատը առաստված եւ առաստված հավատի շնորհիվ ինքը իր նկատմամբ հավատը ամրապնդելն է։ Գիտեք, օրինակ դուք տալիս եք շրջանառության մեջ, այսպես քաղաքական շրջանառության մեջ գտնվող հարցեր, ես հասկանում եմ իհարկե ձեր ընտրությունը, բայց ես ուզում եմ, որ թե մեր, թե ընդհանրապես բոլորի այդ հարցազրույցներում դուք փորձեք շրջանառության մեջ դնել ոչ թե այն հարցերը, որոնք այսպես հնդածս լրահոսից են ձևավորվում, այլ այն հարցերը, որոնք պետք է այդ լրահոսում լինեին, բայց չկան։ Այն հարցերը, որոնց շնորհիվ մենք կհասկանանք մեր պետության դերն ու նշանակության, ոչ միայն մեր պետության դերն ու նշանակությունը, այլև մեզնից յուրաքանչյուրը ինչ պիտի անի այդ դերը մեծացնելու, այդ նշանակությունը կարևորելու, այդ ընտրությունը հանգիստ կատարելու, որովհետև այսօր մենք խնդիր ունենք 2026 ընտրություններում ոչ այնքան ընտրվողներին, որքան ընտրողներին։ Մենք խնդիր ունենք ընտրողների սրտի հետ խոսել, մենք խնդիր ունենք ընտրողների մտքի հետ խոսել։ Սրանք շատ նուրբ հոգեբանական, ֆինանսական, քաղաքական, չգիտեմ, տնտեսական, սոցիալական, ինչ ասես կարող եք շարել ու մի ժամ թվարկել, բայց այս համախումբը ձևավորում է մարդուն։ Այս բոլոր խնդիրների պատասխանն է մարդը, եւ մարդը պետք է իմանա իր անելիքը։ Օրինակ երեք Հանրապետություն կուսակցությունը որոշում կայացրեց քաղաքորդի ընդլայնված նիստում մասնակցել հունիսի 7 ընտրություններին եւ մենք նշանակեցինք արդեն ձևավորեցինք շտաբ ու նշանակեցինք շտաբի պետ Դավթաշեն համայնքի ղեկավար Ալբերտ Հովասափյանին, գաղտնիք բացեմ, ես հետո իրեն հարցրեցի, ասի, ինչի պիտի բոլորը մյուս քաղաքական ուժերին թողնեն, այս պոպուլիստներին, այս իշխանավորներին, այսիններին, թողնեն ու գան հենց մեզ ընտրեն, դու այս հարցի պատասխանը ունես։ Գիտեք ինձ ինչ ասեց։ Ասեց, որովհետև իրենք ուզում են տուն ունենալ, որովհետև իրենք ուզում են հայրենիք ունենալ, որովհետև իրենք ուզում են, որ իրենց այդ տան լույսի, ջրի, չգիտեմ, ինչի փողը իրենց աշխատանքով վաստակեն։ Ու դրա մեջ բացարձակ պոպուլիզմ չկար։ Բացարձակ պոպուլիզմ չկար։ Դրա մեջ կար պարզապես սեր։
Սեր այդ մարդու նկատմամբ։ Սեր են մարդու նկատմամբ, որ այո, այսքան տարի չի փախել այս երկրից, չի փախել։ Դրսերից հրահանգներ չի ուղարկել, դրսերից փողեր չի ուղարկել, մնացել է ու այդ փողը քիչ է եղել, շատ է եղել, լավ դժվար է եղել, այստեղ է աշխատել։ Այ այդ մարդուն է մեր խոսքը ուղղված։ Մեր խոսքը ուղղված է այն մարդուն, որ ինչ էլ լինի։ Պատերազմ, խաղաղություն, գիտեք, այդ ամեն ինչը մի օր սկսվում, մի օր ավարտվում է։ Ինչ էլ լինի, մտածում է իր հայրենիքի հավերժության մասին, ու այդ հավերժության հիմքում չի տեսնում, չգիտեմ, ինչ խնդիրներ, տեսնում է ինքը իրեն, տեսնում է ինքը ինչ կարող է անել։ Դա է ֆոկուսը։ Ես հավատում եմ, որ այդ մարդիկ այսօր, չգիտեմ, գուցե շատ լավատես եմ, գուցե շատ միամիտ եմ, բայց ես կարծում եմ, որ այդ մարդիկ այսօր մեծամասնությունն են, ու այդ մեծամասնությունն է հաղթելու։ Շնորհակալ եմ Տիկին Ադամյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Կհանդիպենք։